2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը օգտագործելով իր ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր մեթոդները արել է ամեն բան, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հնարավորինս քիչ վտանգ սպառնա։ Դրանք են ընդդիմադիր դաշտի պառակտումը, չնայած նրա խոստմանը, թե չունի որևէ քաղաքական հավակնություն, հանրային գործընթացներում մշտական ներկայությունը, որը շատերին վանում է այդ գործընթացներից։ Ներքաղաքական կյանքում գրեթե բոլորին հայտնի են այդ հնարքները, որոնց միջոցով Սերժ Սարգսյանը փորձել է ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն այն, ինչ նա անում է արտաքին ճակատում, Փաշինյանի օգտին քչերին է հայտնի։ Այժմ ձեզ կներկայացնենք այդ դրվագներից մեկը։ Շատերը գիտեն, որ Սերժ Սարգսյանը հաճախ պատվիրում է սոցհարցումներ, որոնցով ծանոթանում է հանրապետությունում առկա տրամադրություններին։ Սոցհարցումներ իրականացնող ընկերություններից մեկը հիմնադրել է Սերժ Սարգսյանի հետ խավոր սանիկական հարաբերություն ունեցող մի անձ։ Սերժ Սարգսյանը հաճախ իր պատվերներով անցկացած հարցումների վրայով տվյալներով կիսվում է աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սարգսյանի ձեռքի տակ հայտնված այդ հարցումները մինչ հասնել է աշխարհաքաղաքական կենտրոններ Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, որոշակի փոփոխությունների են ենթարկվում։ Սերժ Սարգսյանը հենվելով իր իշխանության տարիներին ձևավորված լավագույն ավանդույթների վրա Մունքուչյանավարի միջամտել է իրեն փոխանցված սոցհարցումների տվյալների թվերին եւ ուժային կենտրոններին է հասցրել արդեն ձևափոխված, կեղծված հարցումներ, որոնցից նրանք պետք է եզրակացնեին, որ Նիկոլ Փաշինյանը ունի ամուր աջակցություն, իսկ նրա անդիմախոսները չունեն կամ ունեն նվազ հանրային աջակցություն։ Երրորդ նախագահը նման հարցումների միջոցով հատկապես ցանկացել է ազդել Մոսկվայում կայացող որոշումների վրա, նա ՌԴ դեսպանատան, ԱԳՆ-ի եւ այլ պետական ինստիտուտների հետ կապ ունեցող անձանց միջոցով հաճախ ոչ իր անունից փոխանցել է իրական պատկերին չհամապատասխանող հարցումների տվյալներ։ Ինչպես արդեն ասեցինք, Սերժ Սարգսյանի սուրհանդակների միջոցով Մոսկվային, ինչպես նաեւ այլ մայրաքաղաքներին փոխանցված տվյալները պետք է որոշում կայացնողներին հուշեին, որ Նիկոլ Փաշինյանը մրցակից չունի, հետեւաբար անիմաստ է Հայաստանում այլ գործընկերներ փնտրելը։ Ահա սա այն գործիքներից մեկն է, որով Սերժ Սարգսյանը արտաքին ճակատում լրջագույն աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Առաջիկայում կներկայացնենք նաև այլ դրվագներ։